Առաջինն եթերում դուք դիտում եք օրվա գլխավոր թողարկումը։ Բարի երեկո, այսօր ծրագրում։ Տարածաշրջանային այսով Երևանում է Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատարը։ Քեթրին Էշտոնը հանդիպել է նախագահ Սարգսյանին։ Զորակոչի խորհրդանշական մեկնարկ Սարդարապատից։ Շատ լավ տրամադրություն ունեմ եւ նույն տրամադրությամբ կվերադառնամ տուն եւ կհասնեմ իմ ծնողներին։ Արմավիրում փորձում են վերականգնել զորակոչիկներին դհոլ զուռնայով բանակ ճանապարհելու ավանդույթ։ Ավարտվել են մարքեթինգի լեգենդ Ֆիլիպ Կոտլերի հայաստանյան հանդիպումները։ Հայաստանում առաջիկայում կկազմակերպվի մարքեթինգի միջազգային գագաթնաժողով։ Թուրքերը զանգվածաբար լքում են աղետի գոտին, հետցնցումային նոր այժոթաժվանի նահանգում։ Հանդիպում Սանկտ Պետերբուրգում ռուս գիտնականների արշավախումբը անին համեմատել է Իսահակի Թաչարի հետ։ Это уникальная ситуация, когда... Բացառիկ իրավիճակ է։ Մշակութային առումով Հայաստանից հետո միասնական մի տարածք, որը հայկական մշակույթի քաղաքակրթության բնօրանն է։ Amnesty International-ը մեղադրում է Ադրբեջանին ցուցարարների դեմ բռնությունների եւ լրագրողներին բանտարկելու համար։ Իլհամ Ալիևի բռնապետությանը անդրադարձել է նաեւ ֆրանսիական Arte հեռուստաընկերությունը։ Կրթական նոր պորտալ օտարերկրացի դիմորդների համար։ Հայաստանում բուկ կարելի է ընդունվել նաեւ համացանցի օգնությամբ։ Նախագիծ պաշտոնականի մասին։ Տարածաշրջանային այսով Երևանում է Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատարը։ Քեթրին Էշտոնը երեկոյան հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ, հանդիպումն ավարտվել է քիչ առաջ։ Այդ մասին հանգամանորեն ավելի ուշ։ Նախագահ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ Զրուցակիցները քննարկել են Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր։ Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել ենթակառուցվածքային եւ ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ։ Արտգործնախարար Նալբանդյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Բակոնսկիին։ Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին, պաշտոնակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ գիտատեխնիկական ոլորտներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության շրջանակում տեղի ունեցող գործընթացները։ Ի թիվս միջազգային հիմնախնդիրների երկու նախարարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին։ Նրանք վերահաստատել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա։ Մենք խոսեցինք նաև այսօր այն կարևոր նախաձեռնության մասին, որը Ռումինիայում մյուս տարի նվիրված է հայ մշակութային ժառանգության պահպանման միջոցառումներին, որին իր աջակցությունն է ցուցաբերել Ռումինիայի արտաքին գործերի նախարարը։ Հուսով եմ, որ ավելի ակտիվ ձևով կշարունակենք մեր շփումները ի նպաստ մեր երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման, խորացման եւ զարգացման։ Առաջին լրատվականի խնդրանքով Ռումինիայի արտգործնախարարը ներկայացրել է Արցախյան հիմնահարցում իր երկրի պաշտոնական դիրքորոշումը, հաշվի առնելով ադրբեջանական մեդիայի պարբերական պնդումները, թե Ռումինիան պաշտպանում է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում։ Թեոդոր Բակոնսկին ըստ էության չի հաստատել այդ պնդումները։ Romania is strongly supporting a peaceful settlement on the basis of the international law. Ռումինիան կողմնակից է խաղաղ կարգավորմանը, որի հիմքում միջազգային օրենքն է։ Մինսկի խմբի ձևաչափով եւ ԵԱՀԿ-ի հեղինակությամբ հանդերձ սա երկկողմ խնդիր է եւ միջամտության կարիք չկա։ Մենք պետք է հարգենք միջազգային ստանդարտները։ Միայն ուզում ենք, որ երկու կողմն էլ հասնեն խնդրի խաղաղ կարգավորմանը, քանի որ դա չափազանց կարևոր է այս տարածաշրջանի երկարատև կայունության եւ տնտեսական հեռանկարի համար։ Հայաստանում մեկնարկել է հերթական զորակոչը։ Իմ գործընկերն աշնանային զորակոչին հետևել է Արմավիրում։ Զորակոչի խորհրդանշական մեկնարկը տրվել է Սարդարապատից։ Արդեն 5 տարի է արմավիրցի նորակոչիկներն այստեղից են բանակ գնում։ Որը տոնական էր, մարզային հանձնաժողովը զորակոչիկների համար նվերներ էր պատրաստել։ Բանակ մեկնող տղաներին են հանձնել առաջին անհրաժեշտության եւ հիգիենայի պարագաներ։ Արմավիրցի զորակոչիկների ճանապարհներն այսօր տանում են Սարդարապատ, արդեն 5-րդ տարին է զինակոչային մարզային հանձնաժողովը տղաներին այստեղից է բանակ ճանապարհում։ Վայրի ընտրությունը պատահական չէ, հաղթանակի պահապանցուլերի լուռ ներկայությամբ ապագա զինվորները խոստացան անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Սիրոժ Մանուկյանը ծառայության անցնելուց առաջ ծնողների եւ սիրած աղջկան ասել է՝ դեռ հպարտանալու եք ինձանով։
Որ այդ ծառայում ես, հետս գալի ավելի շատ են սիրում։ Շատ լավ տրամադրություն ունեմ, հուսով եմ մինչև վերջ, մինչ 2 տարին կշարունակվի այսպես։ Եվ շատ նույն տրամադրությամբ երակապատիկ, նույնիսկ քառապատիկ կվերադառնամ տուն եւ կհասնեմ իմ ծնողներին։ Դրաստամատկանայանի դրոյի անունն ու գեներին մեջ կրող զորավարի ազգականը կրկնակի հպարտ է։ Ի վերջո հայրենիքին պարտքը տալու իր ժամանակն էլ է հասել։ Ժամն է խոսքը գործով ապացուցելու հայրենանվեր իր տոհմի անունն ու պատիվը բարձր պահելու։ Ինքը իր հայրենիքը սիրել է, ես էլ եմ սիրում, հիմա այդպես հայրենիքս պաշտպանեմ, այդպես ծառայեցանք։ Տրամադրությունները տարբեր էին, պատասխանատվությամբ բեռնուսած նորաթուխ զինվորները չէին կարողանում թաքցնել հպարտությունը, իսկ ծնողները հուզմունքը։ Ալբերտ Պահն իր թոռնիկի Լիստիկին Լենան որդուն է Ռուսաստանից կանչել բերել, որ գնան հայրենիքի սահմանները պաշտպանեն։ Հայ մոր հպարտությունն այսօր չափազանց է։ Նա միանգամից 2 տղաներին է բանակ ճանապարհում։ Ուղարկում եմ իմ տանից երկուսին էլ բարով գնան, բարով վերադառնան։ Երկուսին անփորձանք ընդունեմ ես մեր տանը։ Իմ թորնիկին Տոմսկից բերեմ ստեղ, ուղարկեմ ծառայի մեր հայկական բանակի համար, մեր հայերի իմ համար ծառայի, որ ես հանգիստ քնեմ։ Իր միակ որդուն ծառայության ուղարկող մայրը վստահ է, որ տղան օրինակելի զինվոր է դառնալու։ Դա տղայի վաղեմի երազանքն է, որն իրեն չի լքել մանկուց։ Մաղթում եմ իրենց հաջողություն, մեր հայոց բանակին ամենայն բարիք, ցանկանում եմ, որ մեր երեխաները ուրախ հոգով ծառայեն, սրտանց ծառայեն մեր հայրենիքին։ Ես իմ երեխուս այսօր բանակ եմ ճանապարհում, որպես իմ հայրենիքը, իմ հայ ազգիս պահպանող, պահող։ Զինակոչից առաջ զինվորական կոմիսարիատներում պարբերաբար զրուցել են ապագա զինվորների հետ, նախապատրաստել նրանց զորանոցային կյանքին, հայրենասիրության դասեր տվելու գոտեպնդել։ Միշտ զրուցվել է բոլորի հետ, հայրենասիրական իրենց միջոցառումները անցկացվել, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, խնդիր չի լինում։ Հիմնական խնդիրը նրանցում է, ովքեր որ բացակայում են հանրապետությունից, չեն ներկայանում։ Արմավիրում փորձում են վերականգնել դհոլ զուռնայով բանակ ճանապարհելու ավանդույթը։ Զինակոչային հանձնաժողովում վստահ են, ինչ տրամադրությամբ ճանապարհեն, նույն տրամադրությամբ էլ կդիմավորեն։ Հայկուշ Աստանյան, Գևորգ Անտոնյան, Առաջին լրատվական։ Ազգային ժողովում այսօր շարունակվել է 2012 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը։ Այսպես սոցիալական ոլորտին կհատկացվի 307 միլիարդ 7 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 35 միլիարդ 400 միլիոնով ավելի է։ Ավելացված գումարները կուղղվեն կենսաթոշակների և նպաստների մինչև 3000 դրամով բարձրացմանն ու պետծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթին։ Առողջապահական համակարգի բյուջետային հատկացումներով նախատեսվել է արդիականացնել Գյումրու, Սևանի, Կապանի, Մեղրիի, Բերդի բուժ հաստատությունները։ 2012-ի սեպտեմբերի 1-ից տարական դասարանների բոլոր դասակարգերը կտրվեն անվճար։ Հաջորդ տարվա բյուջեն ֆինանսական հավելումներ է նախատեսել դպրոցներում շախմատի դասավանդման համար։ Խորհրդարանական ընդդիմադիր Ժառանգություն և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել 2012-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, նշելով, որ այն համահունչ չէ հասարակական պահանջներին։ Երկիրը թևակողում է նախընտրական միջավայր և խորհրդարանական ընդդիմության կողմից բյուջեի նախագծի քննադատությունն էլ այսօր առավել սուր է հնչել։ Այսօր խորհրդարանում է եղել կառավարության ղեկավարը։ Ավանդական հարց ու պատասխանից հետո Տիգրան Սարգսյանը զրուցել է լրագրողների հետ, անդրադարձել բյուջետային քննարկումներում առաջացած վիճելի թվերին, պատասխանել նաև որոշ քաղաքական բնույթի հարցերի։ Տիգրան Սարգսյանն անհետ է համարում մամուլում շրջանառվող լուրերը, թե ազգային ժողովի նախագահի հրաժարականն իբր պայմանավորված էր հնարավոր նախագահական արտահերտ ընտրությունների անցկացմամբ։ Ինձ թվում է դա անհետ վարկածան։ Հանրապետականում առողջ բարոյահոգեբանական ու աշխատանքային մթնոլորտ է։ Նոյեմբերին ՀՀԿ համագումար չի սպասվում։ Փոխարենը տնտեսական խնդիրներին նվիրված միջոցառումները մինչև տարեվերջ կշարունակվեն, որոնց ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի նաև առաջնահերթ ծրագրերը։ Պատգամավորներն ու կառավարության անդամները գործարարությամբ չպետք է զբաղվեն։ Ըստ վարչապետի օրենսդրական մեխանիզմներն արդեն կան։ Կգործի էթիկայի հանձնաժողովը, կհայտարարագրվեն պաշտոնատար անձանց եկամուտները։ Այս հարցի պատասխանը հանրապետության նախագահը հստակ տվեց եւ ձևակերպեց մեր կուսակցության մոտեցումները, որ մենք քայլ առ քայլ իրականացնելու ենք այն նորմը, որ ամրագրված է մեր սահմանադրության մեջ եւ պետք է իրավական մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պատգամավորները, կառավարության անդամները չզբաղվեն բիզնեսով։ Զգուշավոր իրատեսական կառավարության ղեկավարն այսպես բնորոշեց 2012-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Տիգրան Սարգսյանի խոսքով պետական գանձարանը լրացուցիչ ֆինանսական միջոցներով հարստացնելու համար կան հնարավորություններ։ Կառավարության քայլերն ուղղված կլինեն փոքր ու միջին ձեռներեցների համար վարչարարության բարելավմանը, իսկ պետական բյուջե հնարավոր կլինի լրացուցիչ հոսքեր ապահովել նաև ստվերի կրճատման հաշվին։
վարչարարությունը մեկ օրվա ընթացքում կատարելագործել անհնարին բան է, որովհետև խոսքը գնում է 3000 պետական չինովնիկների վարքագծային կանոնների փոփոխության մասին, ինչպես նաև առնվազն 60000 տնտեսարողների, որոնք շփվում են հարկային մարմինների հետ եւ նրանց վարքագծային կանոնների փոփոխության մասին։ Այստեղ մենք պետք է զգուշավոր լինենք։ Երկրորդը, իհարկե, սֆերային տնտեսության տեսակարար կշիռը դեռևս Հայաստանի Հանրապետությունում մնում է բարձր եւ դա նշանակում է, որ մենք ռեսուրսներ, ռեզերվներ հարկերի հավաքագրման համար դեռևս ունենք։ Վարչապետ Սարգսյանը պարզաբանեց նաև ուսանողության օրվան նվիրված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգին իր ելույթի վերաբերյալ լուրերը, թե ինքը եղել է անսթափ վիճակում։ Պապս ինձ խորհուրդ էր տալիս, որ իմ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, որոնք չեն խմում։ Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց եւ բոլոր սարքավորումները եւ բարձրախոսները հեռու էին գտնվում եւ երբ որ ես սկսեցի խոսալ, ապա արձագանք այնքան ուժեղ էր եւ հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ես ինչ նախադասություններ եմ արտահասանում։ Եվ դա իհարկե մեր թիմի թերությունն էր, թույլ տված խնդիրը, որ հաշվի չէին առել, որ այդպիսի խնդրեմ կա։ Նախատեսված իր ելույթն ըստ վարչապետի ճիշտ կլիներ ամբիոնից հնչել, տեխնիկական խոտանն էլ չէր լինի։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Հայաստանում ադամանդագործությունը հին արմատներ ունի եւ մուտք միջազգային շուկաներ։ Մասնագիտական վերջին հավաստումներով ոլորտը դուրս է գալիս ճգնաժամից։ Այսօր էկոնոմիկայի նախարարն էր այցելել Նոր Գեղիում գտնվող ադամանդագործական ընկերություն։ Հենց այստեղ են մշակվում աշխարհում մեծ համարում ունեցող սրտաձև կամ նետուաղեղի տեսքով ադամանդները։ Միջազգային շուկայում թանկարժեք քարերի ու մետաղների թանկացման պատճառով, այնուհետև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության տակ Հայաստանում ադամանդագործության ոլորտը շատ տուժեց։ Ճյուղի ձեռնարկությունները էականորեն կրճատեցին արտադրության ծավալները, աշխատատեղերը, արտահանումն ու հարկերը։ Մոտավոր ամսական 2-ից 3 միլիոն դոլարի է հասնում հիմա։ Մեր լավ ժամանակներում եղել է 7-ից 10 միլիոնի դոլարի չափով։ Լորին մեկն է հայաստանյան ադամանդագործական ընկերություններից, որ ոլորտի մյուս բոլոր ձեռնարկությունների հետ միասին ապահովում էր մեր երկրից տարեկան մինչև 300 միլիոն դոլարի արտահանում։ Ադամանդը կազմում էր արտահանման ծավալների 40%-ը, հիմա 2%-ի էլ չի հասնում։ Կառավարության բանակցությունների արդյունքում ռուսական հսկան Ալրոսան սկսեց հումքի մատակարարումը հայաստանյան ընկերություններին եւ հիմա մեր երկրում ադամանդագործությունը փորձում է վերադարձնել իր երբեմնի փայլը, գտնել նոր մատակարարներ ու շուկաներ։ Այս տարվա ընթացքում արդեն մենք կարող ենք հստակ ասել, որ ոլորտը դուրս է գալիս ճգնաժամից, ոչ միայն դուրս է գալիս ճգնաժամից, այլև ավելացնում է ծավալները։ Տարվա առաջին կեսին Հայաստանից մոտ 3 միլիարդ դրամի ադամանդ է արտահանվել, ավելի շատ, քան անցած տարվա նույն ամիսներին։ Նոր մատակարարի շնորհիվ Արևակնը եւս իր ծավալները սկսել է մեծացնել, սակայն ոչ բոլոր ընկերություններն են կարողանում ինքնուրույն հումք ձեռք բերել։ Մյուս տարվա սկզբին կհասնենք այն մակարդակի, երբ որ բոլոր մեր ձեռնարկությունները, որոնք այդպիսի անհրաժեշտություն ունեն հումքի մատակարարման, այդ հումքի ծավալները բավարար չափով կստանան Ռուսաստանից։ Էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ կառավարությունը փորձում է ընդլայնել նաև մատակարարման շուկայի աշխարհագրությունը եւ հումք ապահովել ոչ միայն ռուսական ընկերությունների միջոցով։ Մշակված ադամանդն արտահանվում է Եվրամիության եւ ասիական երկրներ, իսկ շուկայի վիճակի մոտակա կանխատեսումները հետեւյալն են։ Մեր անկումները միանշանակ կապված են միջազգային շուկայի հետ, շուկայի գնողունակության հետ։ Այժմ շուկայի վիճակը այդքան էլ բարվոք չի գնումների համար։ Վարկվաճառքի համար, բայց քանի որ նոր տարի է գալիս, նվերների ժամանակ է, գուցե որ-ինչ ակտիվություն լինի։ Հունվար ամսին փետրվար անկումը կգրանցվի, մարտ ամսից վիճակը կկայունանա նորից մինչև դեկտեմբեր։ Կառավարությունը համարում է, որ ոլորտը մեր տնտեսության համար հեռանկարային է, մասնագետները բարձրակարգ են ու պետք է աջակցել վերականգնմանը։ Մինչև տարեվերջ աշխատող ձեռնարկությունների թիվը կհասնի 10-ի։ Արմինե Ուդումյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Իդեպ Ժնևում այսօր աչուրդի է հանվել եզակի դեղին ադամանդ։ Նման մակրության թանկարժեք քարերը հազվագյուտ են հանդիպում։ Արևիկաթիլը 110 կարատանոց ադամանդը վաճառվել է 12.5 միլիոն դոլարով։ Այս հսկա ադամանդը գտել են 2010 թվականին Հարավային Աֆրիկայում։ Թե ով կվայելի արևիկաթիլի անարատ փայլը հայտնի չէ։ Միլիոնատերը գնումը կատարել է հեռախոսով։ Ավարտվել են մարքեթինգի լեգենդ Ֆիլիպ Կոտլերի հայաստանյան հանդիպումները։ Երևանյան այցի 2 օրերին Կոտլերն իր համար բացահայտել, ապա եւ Հայաստանի նախագահին, վարչապետին ու գործարարներին հուշել է մեր տարածաշրջանը բրենդ դարձնելու մի քանի քայլեր։
Կոտլերն առաջարկում է մտածել Հայաստանից ընդամենը 1.5 ժամվա հեռավորության վրա գտնվող հարուստ արաբական աշխարհից այստեղ ներդրումներ բերելու, սեփական արտադրանքը համաշխարհային շուկաներ հասցնելու մասին։ Տնտեսական մեծ ակնկալիքներ կարելի է կապել նաև հայկական սփյուռքի հետ։ Տարածաշրջանի բիզնես հնարավորություններն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով Կոտլերի առաջարկով Հայաստանում առաջիկայում կկազմակերպվի մարքեթինգի միջազգային գագաթնաժողով։ Ծրագիր կա այստեղ բացել շուկայագիտությունում մասնագիտացած կանադական համալսարանի մասնաճյուղ։ Հայաստանն ի դեպ ըստ Ֆիլիպ Կոտլերի աշխարհագրական լավ դիրք ունի։ Արևմուտքից արևելք խաչմերուկում։ Այս տարածաշրջանը Հայաստան, Իրան, Վրաստան զարգացող գոտի է եւ ըստ պարոն Կոտլերի շատ իրատեսական է Երևանում մարքեթինգի ուսուցման կենտրոն բացելու գաղափարը, ինչու ֆիրմաների ղեկավարները կամ ընկերությունների տնօրենները Կովկասից հասնեն, ասենք, Լոնդոն մարքեթինգային տրեյնինգ անցնելու համար, երբ կարելի է բիզնեսին բարձր մակարդակի գիտելիքներ փոխանցել արևմուտքից արևելք ձգվող այս ճամփաբաժանում։ Բիզնեսը հաճախ է փորձում հասկանալ ինչ ուղղությամբ գնալ եւ շահույթները մեծացնելու նպատակով ինչ ծրագիր իրականացնել։ Հայկական ձեռնարկությունների մարքեթինգային հիմնական խնդիրը ներքին շուկայի փոքրությունն է։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության եւ սպառնալիքների համար։ Ադրբեջանական գարունն այդպես էլ չեկավ, հողը, որում այն պետք է արմատներ տար, արդեն այրված էր, ասված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ Իրավապաշտպանները նաև դատապարտել են արևմտյան տերություններին ադրբեջանական նավթն ու գազը մարդու իրավունքներից գերադասելու համար։ Ադրբեջանի իշխանությանն էլ մեղադրել են խաղաղ ցույցերը որպես քրեական հանցագործություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանում մարդու իրավունքներն ու ազատություններին վերաբերող զեկույցով իրավապաշտպանները փորձել են հանրության ուշադրություն հրավիրել նաև հասարակական գործիչների, ընդդիմադիրների եւ լրագրողների նկատմամբ Ադրբեջանում կիրառված ռեպրեսիվ մեթոդների վրա։ Քաղաքական եւ խոսքի ազատությունների տեսանկյունից Ադրբեջանում տերող անմիջական վիճակին ծավալուն ֆիլմով անդրադարձել է ֆրանսիական առաջատար Arte հեռուստաընկերությունը։ Ըստ ֆրանս-գերմանական հեռուստաալիքի լրագրողների ադրբեջանցիները նույնիսկ երանությամբ են հիշում խորհրդային ամբողջատիրության շրջանը։ Ադրբեջանում մոլեգնող քաղաքական հալածանքների եւ բռնության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության համատարած ոտնահարման, լրագրողներին եւ այլախոհներին բանտարկելու, Ալիևների կլանի կողմից երկրի հարստությունը յուրացնելու մասին Arte հեռուստաընկերության պատրաստած ֆիլմին անդրադարձել է Հայկարամ Նահապետյանը։ Le président Aliyev a replacé toutes les télévisions dans le giron de l'État. Նավթային դիկտատուրա, բռնատիրական պետություն, ձևական բազմակուսակցության երկիր, ուր ազատություն բառը հազվագյուտ գործածություն ունի, այս եւ նման բնորոշումներ է ֆրանս-գերմանական հեռուստաալիքը շռայլել Աբշերոնյան հանրապետության վերաբերյալ Իլհամ Ալիևը, որին արդեն բնորոշում է որպես բռնակալ նախագահ եւ բռնակալի որդի, չեզոքացրել է ընդդիմության բոլոր հանրահավաքները, հսկողության տակ է պահում անգամ ինտերնետը։ Շատ ադրբեջանցիներ երանությամբ են հիշում Սովետ միությունը, ասում է հեռուստաալիքը։ Avec nos amis en Azerbaïdjan. Փարիզի քաղաքապետարանի հովանավորությամբ գործող Աննա Պոլիտկովսկայի անվան մամուլի կենտրոնում է աշխատում ադրբեջանցի Էլնուր Մեջիդլին, որը Բաքու վերադառնալու դեպքում կբանտարկվի 12 տարով հեղաշրջման մեղադրանքով։ On a vu que donc dans Հայրը բռնակալ էր, հիմա էլ տղան է նույնը շարունակում Ալիևյան վարչակազմը վերջ է տվել բողոքի բոլոր դրսևորումներին։ Իմ նկատմամբ իշխանությունները Ինտերպոլի միջոցով հետախուզում էին հայտարարել, բայց Ինտերպոլը հրաժարվեց ինձ հետապնդել։ A vite appris à se servir du système Skype. Երբ բլոգեր Մեջիդլին Skype-ով խոսում է Բաքվում իր հարազատների հետ, վերջիներս ապահովության համար փաստաբան են հրավիրում, քանի որ ամեն ինչ սպասելի է Ալիևներից։ Բլոգերի ծնողները աշխատանքից ազատվել են եւ տարատեսակ ճնշումների են ենթակա։ Արտեն ասում է, որ Ադրբեջանը հարստացել է նավթագազային եկամուտներից 20 տարում բյուջեն տասնապատկվել է, բայց ուր են հոսում այդ միլիարդները։ Նադիր Ջաֆարլին տնտեսագետ է։ On construit beaucoup de nouveaux immeubles. Ճիշտ է, երկիրը շենանում է նոր շենքեր եւ այլն, բայց ոչ մի թափանցիկություն չկա։ Չգիտենք, թե նավթի եւ գազի արտահանման դիմաց ինչքան փող ենք ստանում, ով, երբ եւ ինչպես է ծախսում։ Ամբողջ երկիրը թաղվել է կոռուպցիայի մեջ եւ դա շատ վատ է անդրադառնում տնտեսական վիճակի վրա։ Ադրբեջանի մայրաքաղաքի բոլոր մեծ շինարարություններն իրականացվում են 3 խոշոր ընկերությունների կողմից, 3-ի հետքերն էլ տանում են դեպի նախագահական ընտանիք։ Օրինակ, ծովափնյա Պորտ Բաքու շինությունը կառուցում է Փաշա ընկերությունը, որի գլուխ կանգնած է նախագահի տիկին Մեհրիբան Ալիևա Փաշաևան։ Surnommée Madame Pachayeva.
բայց արևելքը հայտնի է իր կոնտրաստներով, նավթով գնացքները սլանում են հենց Բաքվի սահմաններում գտնվող Շանգար թաղամասով, ուր մարդիկ աղքատության եզրին են։ Մենք այս ամեն ինչից ոչ մի օգուտ չենք ստանում, այս բոլորը գնում է ուրիշներին։ Տեսնում ենք, որ երկիրը հարստանում է, ժողովուրդն էլ պետք է որ հարստանար, բայց մենք ոչինչ չենք ստանում այս ամենից, կցանկանայինք ավելի մաքուր եւ բարեկարգ փողոցներ ունենալ, ավելի հաջող պայմաններում ապրել։ Ազատություն ռադիոկայանում է աշխատում բլոգեր Ադնան Հաջիզադեն, որին մոտ 2 տարի բանտում պահեցին այն բանից հետո, երբ ավանակի պես հագնված ասուլիս կազմակերպեց, ծաղրելով Գերմանիայից 2 ավանակ ներկրելու անհասկանալի պետական գործարքը։ Պաշտոնապես Բաքվի գանձարանն ամեն մի իշուկի դիմաց վճարել էր 42,000 եվրո, մինչդեռ Ադրբեջանի շուկաներում ինչն է շատ ավանակը եւ հատը կարող է գնել առավելագույնը 50 եվրոյով։ Վերադառնալով Ֆրանսիա, Արտեն ասում է, որ Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում Ադրբեջանը ներկայացնող օրենսդիրներին պետությունն արգելել է շփվել բլոգեր Մեջիդլիի հետ։ Իմ բոլոր փորձերն անպատասխան են մնում, նրանք վախենում են նույնիսկ կանգնել իմ կողքին, ֆրանս-գերմանական ալիքին հայտարարում է Մեջիդլին։ Ադրբեջանում ըստ էության միակուսակցական համակարգ է, իսկ Ալիևը, որն ի դեպ ադրբեջանական օրենքներով կարող է ընտրվել այնքան, որքան իր առողջությունը կների, Աբշերոնյան պետությունում հաստատել է նավթային դիկտատուրա, եզրափակում է Արտեն։ Հայկարամ Նահապետյան, Էդգար Հակոբյան, Առաջին լրատվական։ Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ Հայաստանի գլխավոր հիպատոս Վարդան Հակոբյանը Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Եվգենի Զելենևին է հանձնել Հայաստանի կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևը։ Գիտնականը նախարարության ոսկե հուշամեդալին է արժանացել կրթության և գիտության ոլորտում ներդրված ավանդի, կրթական և գիտական կապերի ամրապնդման համար։ Այս պարգևն ինձ գործընկերներիս և արևելյան ողջ ֆակուլտետի համար Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգում հայագիտության զարգացման ուղղված բազմամյա ջանքերի ճանաչումն է, նշել է գիտնականը։ Զելենևի նախաձեռնությամբ արևելյան ֆակուլտետում վերաբացվել է հայագիտության բաժինը։ Ի դեպ, պրոֆեսորը բոլորովին վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստան, գիտարշավից և արշավախմբի տպավորությունները ներկայացրել Պետերբուրգյան հեռուստաընկերությունում։ Անիի մայր տաճարը կարելի է համեմատել միայն Պետերբուրգի Իսահակի տաճարի հետ, ասում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Եվգենի Զելենևը։ Գիտնականը վերջերս է եղել Անիում համալսարանի գիտարշավի կազմում։ Իբրև արևելագետ ուզում էի տեսնել ինչպես են այս հողերի ներկայիս բնակիչները վերաբերվում այլոց պատմական անցյալին։ Ինձ համար կարևոր էր, թե ինչպես են պահպանվել եւ ինչպիսի վերաբերմունքի են արժանացել մշակութային կոթողները, որոնք սրբություն են նախկինում այստեղ ապրած մարդկանց սերունդների համար։ Սեպտեմբերի 15-ից 21-ը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արշավախմբի անդամները յուրահատուկ շրջայց են կատարել հայոց մայրաքաղաքներով, այցելել Երևան, Վան, Անի, Կարս, բարձրացել Արարատ լեռը։ Իսկ հոկտեմբերի 26-ին տպավորություններով կիսվել են Սանկտ Պետերբուրգ հեռուստաալիքի լսարանի հետ, ընդգծելով այցելած տարածաշրջանի գիտական նշանակությունը։ Это уникальная ситуация, когда Բացառիկ իրավիճակ է։ Մշակութային առումով Հայաստանից հետո միասնական մի տարածք, որը հայկական մշակույթի քաղաքակրթության բնորանն է, ժամանակի ընթացքում անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Այսօր էլ այնտեղ առկա են եկվոր էթնոս քրդերը։ Գլոբալ աշխարհի ընկալումը սկսվում է այսպիսի տարածաշրջանների ուսումնասիրությունից։ Արևմտյան Հայաստանին համարժեք վայր համարում եմ Երուսաղեմը, որը միշտ էլ եղել է ոչ թե մեկ ժողովրդի, այլ բազմաթիվ էթնոսների հարստություն։ Պետերբուրգյան հեռուստատեսություն հաղորդման ընթացքում ցուցադրվեցին նաև արշավախմբին ուղեկցած օպերատորի նկարահանած կադրեր։ Այդ նյութի հիման վրա 15-20 րոպեանոց ֆիլմեր են պատրաստվելու, որոնց հանդեպ մի շարք ալիքներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել։ Գիտնականները հուսով են, որ ֆիլմերը եւս կնպաստեն հուշարձանների պահպանության խնդրի վրա ուշադրության սևեռմանը։ Ցանկանայինք համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Արևմտյան Հայաստանի հուշարձանների վերականգնման անհրաժեշտության վրա։ Ցավոք այնինչ տեսանք եւ հատկապես Անիի միջնաբերդը չափազանց խարխուլ վիճակում են։ Այս կոթողների հանդեպ ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ, քանզի դա քաղաքակրթության ժառանգությունն է, որը պետք է պահպանվի։ Իրենց աշխատանքի հանդեպ Թուրքիայի հնարավոր ոչ միանշանակ արձագանքի մասին հարցին արշավախմբի ղեկավարը պատասխանում է։ Ավելի շատ խնդիրներ է ստեղծում պատմության ինչ-ինչ էջերի մասին լռելը։ Անկեղծ զրույցը գուցե երբեմն ոչ այնքան հաճելի, շատ ավելի լավ է, քան լռությունը։ 20-րդ դարասկզբից ի վեր Արևմտյան Հայաստան այցելած ռուսական առաջին գիտարշավի ղեկավարը հույս է հայտնում, որ նման նախաձեռնությունները կդառնան ավելի հաճախակի։ Գոհար Մարտիրոսյան, Առաջին լրատվական, Սանկտ Պետերբուրգ։ Թուրքերը զանգվածաբար հեռանում են Վանից ու Վանի նահանգից։
Հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվում են։ Իշխանություններին այդպես էլ չի հաջողվում բավարարել երկրաշարժից տուժածների նվազագույն պահանջները, ինչի հետևանքով էլ Վանից արտագաղթի հսկայական ծավալներով հոսք է սկսել։ Այն բանից հետո, երբ որոշում կայացվեց, որ երկրաշարժից տուժածները կարող են տեղավորվել Թուրքիայի այլ նահանգների, հասարակական նշանակության տարբեր կառույցների պատկանող կացարաններում, Վանից օրական արտագաղթում է 2-ից 2.500 հոգի։ Նշվում է, որ միայն 2 օրում Վանից հեռանալու դիմում է ներկայացրել 70,000 մարդ։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի էր ունեցել 7.2 մագնիտոդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան 4000 մարդ։ Սիրիական ճգնաժամի շուրջ եթերային բանավեճը վերածվել է ձեռնամարտի։ Ուղիղ եթերում հեռարձակվող թոք-շոուի ժամանակ մասնակից քաղաքական գործիչները Սիրիայի իրավիճակի վերաբերյալ միանգամայն տարբեր կարծիքներ են հայտնել, իսկ երբ նրանցից մեկը նախագահ Բաշար Ասադին ստախոս է անվանել, կրկերը տեղի են տվել։ Մեկն իր ընդդիմախոսի վրա ջուր է շփրել, մյուսը հակահարձակման է անցել աթոռով։ Իսկ հետաքրքիրն այն է, որ Զավեշտալի տեսարանի մասնակիցները որքան անսպասելի բռնկվել էին, նույնքան արագ էլ հանգստացել։ Նրանք լրագրողներից ներողություն են խնդրել եւ կրկին նստել բանավեճի սեղանի մոտ, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Ղազախստանի նախագահը ցրել է խորհրդարանի ստորին պալատը։ Արտահերթ ընտրությունները կկայանան հունվարի 15-ին։ Մաջլիսի պատգամավորների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը Նուրսուլտան Նազարբայևը կայացրել է մի խումբ խորհրդարանականների կոչից հետո։ Իրենց առաջարկը պատգամավորները բացատրել են խորհրդարանի միակուսակցական կարգը փոխելու անհրաժեշտությամբ։ Նոր օրենքի համաձայն ընտրություններից հետո Մաջլիսի ստորին պալատում կընդգրկվեն առնվազն 2 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ինչպես թողարկման սկզբում նշեցի, տարածաշրջանային այսօր Երևանում է Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատարը։ Քեթրին Էշտոնը երեկոյան հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ, հանդիպանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման եւ տարածաշրջանային հարցեր։ Զրուցակիցները գոհունակությամբ են հայտնել իրենց նախորդ Վարշավայում կայացած հանդիպումը։ Մենք շատ ենք կարևորում Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդումը։ Եվ շատ լավ է, որ վերջին ժամանակներս մեր եվրոպական գործընկերների հետ մենք սկսել ենք ավելի ինտենսիվ աշխատել, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Եվ մենք հնարավորություն ունեցանք Վարշավայում արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ մտքեր փոխանակել, փորձել որոշել մեր անելիքները։ Մենք մեր անելիքները շատ լավ գիտենք, մեր նպատակը շատ հստակ է եւ բազմաթիվ անգամ դրա մասին հրապարակավ հայտարարել ենք, որ մենք Հայաստանի ապագան տեսնում ենք եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր։ Եվ մենք հաստատում գնալու ենք այդ ճանապարհով, բարով եկեք։ Mr. President, it's a great delight to see you and to see the Foreign Minister. Պարոն նախագահ, շատ հաճելի է տեսնել ձեզ։ Նախորդ անգամ հանդիպեցինք Վարշավայում եւ ես ասացի, որ շատ մոտ ապագայում կայցելեմ ձեզ եւ շատ ուրախ եմ, որ այսօր առաջին այցով այստեղ եմ։ Շատ ուրախ եմ նաեւ, քանի որ գիտեմ ինչ առաջընթաց ենք արձանագրել երկկողմանի աշխատանքներում։ Ուզում եմ գովասանքի խոսքեր ասել եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում եռանդուն ջանքերի շնորհիվ դա հնարավոր դարձավ։ Ձեզպես ես էլ բարձր եմ դասում մեր հարաբերությունները եւ շատ եմ կարեւորում երկկողմ գործակցությունը, ինչպես նաև ավելի ընդլայնված տարածաշրջանային մակարդակով մեր ջանքերը։ Արևելյան գործընկերությունը լավ ձևաչափ է, որպեսզի ամբողջ տարածաշրջանի հարևան երկրների առաջնորդները հավաքվեն, մեկտեղեն ու քննարկեն իրենց ուզող հարցերը։ Շատ հաճելի էր ձեզ տեսնել Վարշավայում, կարևոր համարեցի հնարավորինս շուտ այցելել եւ շարունակել մեր քննարկումները հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Հաջորդը, այսօր կրթության և գիտության նախարարությունը բացել է նոր ինտերնետային ռեսուրս, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանում բուհ դիմել համացանցի օգնությամբ։ Տեղեկատվական պորտալը կգործի 2 հասցեով։ Այն ուսանողները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանում, կգտնեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հայկական բուհերի մասին և նույնիսկ առցանց կկարողանան նախնական դիմում ուղարկել այս կամ այն բուհ։ Հայաստանում օտարերկրյա ուսանողների թիվը վերջին տասնամյակներին քիչ չի եղել, վերջերս նրանց թիվն էլ ավելի է աճել, պայմանավորված կրթության և գիտության նախարարության ձեռնարկած քայլերով։ Յուրաքանչյուր բուհ արդեն ունի իր կայքէջը։ Նախարարությունը հրատարակել է Higher Education in Armenia գիրքը և սկավառակը, որոնք մեծ պահանջարկ ունեցան մեր դեսպանատներում։ Այս գիրքը, որը կոչվում է Higher Education in Armenia, Հայաստանի բարձրագույն կրթությունը Հայաստանում, այս գիրքը սպառվեց մի անգամից Հայաստանի Հանրապետության դեսպանատների և Սփյուռքի նախարարության կողմից։ Օտարերկրացի երիտասարդը, որը որոշում է բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, մեր երկրի և կրթության որակի մասին տեղեկանում է համացանցից, նախկինում Հայաստանում ուսանած ընկերներից, պարզվում է նաև թերթերից։ Սիլման Մավրիտանիայից է և սովորում է բժշկական համալսարանում։ Հայաստանում սովորելու միտքը տվել է տեղական թերթերից մեկը։
Կրթության մակարդակը ավելի բարելավում է 4 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են եղել։ Երևանի պետական լեզվաբանական համալսարանն էլ աչքի է ընկնում օտարերկրյա ուսանողների առատությամբ, այստեղ սովորում է մոտ 80 օտարազգի ուսանող Չինաստանից, Թուրքմենստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վերջին տարիներին կտրուկ մեծացել է իրանցի դիմորդների հոսքը։ Կան երկրներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել այդպիսի ծրագրեր, սակայն չկա միջկառավարական այն համաձայնագրերի բազան, որտեղ ճանաչվում է դիպլոմները փոխադարձաբար։ Բժշկական համալսարանում այս պահին ուսանում է 1100 օտարերկրացի, այստեղ սովորում է 7 տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Պետք է տալ առաջին հերթին բարձրորակ բժշկական կրթություն։ Դա է միակ գրավականը, որի համար օտարերկրյա քաղաքացիները կարող են գալ եւ ուսանել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Օտարազգի ուսանողների համար հայաստանյան բուհերն ավելի մատչելի դարձնելու համար կրթության եւ գիտության նախարարությունը ստեղծել է բուհական պորտալ, որը գործելու է 2 հասցեով՝ studyinarmenia.org եւ amhe.am։ Այստեղ կարելի է գտնել Հայաստանի բուհերի ցանկը եւ նույնիսկ օնլայն դիմել նախընտրած բուհը։ Կայքի ստեղծմամբ մենք հաստատում ենք մեր ցանկությունը, որպեսզի եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ունենանք մեր ամուր եւ ուրույն դիրքերը եւ լինենք կրթական բարեփոխումների առաջատարների շարքում։ Այս վեբ ռեսուրսը հավակնում է դառնալ մեծ պատուհան դեպի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգ, որով մենք փորձում ենք ավելացնել մեր արտասահմանցի ուսանողների թիվը երկրում։ Պահպանելով ավանդական շուկաները, Հնդկաստան, Իրան, Մերձավոր Արևելքի երկրներ, Ռուսաստան, Վրաստան, փորձել դուրս գալ նաև նոր շուկաներ, որտեղ մենք կարող ենք մատուցել եւ առաջարկել համապատասխան որակի ծառայություններ։ Զարուհի Ռշտունի, Արմեն Անդրեասյան, Հարություն Վարդանյան, առաջին լրատվական։ Այս թողարկման մշակութային թեմաները։ Ռոք համերգ նվիրված երիտասարդության համաշխարհային օրվա։ Սունդուկյանի անվան թատրոնում ռոքի սիրահարներն ունկնդրել են հայկական ամենահայտնի ռոք խմբերին։ Երիտասարդական շաբաթը մեկնարկել է նոյեմբերի 10-ին եւ կավարտվի կամերային երաժշտության տանը Կիրակի կայանալիք հեղինակային երգի երեկոյով։ Իսկ վաղը կլինի դասական համերգ, մինչեւ այդ կպարգևատրվեն աչքի ընկած ուսանողները։ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բազմաժանր համերգներով փորձում են երիտասարդական տասնօրյակը նշանակալից ու հետաքրքիր դարձնել։ Իրականում այս մեկ շաբաթ տևողությամբ համերգների շարքը միջոցառումները մեկ կարևոր նպատակ ունեն, որպեսզի մենք ստեղծենք տոն երիտասարդության համար։ Երիտասարդները կարողանան ուրախանան, երիտասարդները կարողանան վայելեն իրենց միջազգային եւ համաշխարհային օրերը։ Համերգին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Համերգաշարն ըստ կազմակերպիչների յուրատեսակ գնահատական է երիտասարդությանը, որը ջանք ու եռանդ չի խնայում մասնակցելու մեր երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին։ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը նվիրել են պետականաշինության գործին, ովքեր հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների միջոցով կարողանում են ծրագրեր իրականացնել եւ ինչ որ բեռ վերցնել իրենց վրա, լավ գիտակցելով, որ երկրի տերն իրենք են։ Տոնական համերգաշարն ընդամենը փորձ է երիտասարդներին ոգևորելու, գնահատելու եւ խրախուսելու։ Այս մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումները մեկ նպատակ ունեն՝ երիտասարդությանը կարողանանք մեկ շաբաթ ուղղակի տոն ստեղծելով առանձնացնել իրենց խնդիրներից, իրենց խնդիրներից եւ իրականում լավ տրամադրություն պարգևեն։ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 17-ին, ուսանողների միջազգային օրը։ Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Խաչատրյանի ջութակի կոնցերտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ։ Իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։ Դավիթ Սարգսյան, Հակոբ Թումանյան, առաջին լրատվական։ Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշում է բեմական գործունեության 4-րդ դարը։ Երգչուհին արդեն տևական ժամանակ բնակվում է Ավստրիայում։ Երևանում Պապյանի կատարմամբ հնչել է Անուշը։ Երգչուհի հետ այսօր զրուցել է Նունե Ալեքսանյանը։ Հայկական ամենասիրված օպերան Անուշը Հասմիկ Պապյանի երգացանկի մեծ դադարն է։ Արդեն 25 տարի նրա կախարդիչ սոպրանոն հնչում է Վիեննայի Լա Սկալայի մետրոպոլիտեն օպերայի, Մոսկովյան Մեծ եւ Պետերբուրգի Մարինյան, Փարիզի եւ Մադրիդի օպերային թատրոնների լավագույն ներկայացումներում։
45 բարդագույն դերերքեր, որոնք երազանք են ցանկացած օպերային երգչուհու համար։ Սակայն 10 տարուց ավելի երգչուհին անուշ չի երգել։ Այսօր նա կրկին վերադառնում է իր սկզբին, դարձյալ Երևանում է ու նորից անուշ է երգում։ Ճիշտ 25 տարի առաջ, նոյեմբերի 16-ին, այս բեմում սկսվեց նրա մեծ ճանապարհը։ Պատկերացրեք 25 տարի մի ակնթարթ էր, երբ ինձ ասացին, որ կարելի է նշել այս 25-ամյա հոբելյանը, ես ասացի, որ եթե միայն նույն օրը լինի, ոչ թե խորհրդանշական է ինձ համար։ Երևանյան օպերայում իր կարճատև ստեղծագործական կենսագրության ընթացքում երգչուհին հասցրել է ներկայացնել եւ Վարդան Աճեմյանի եւ Տիգրան Լևոնյանի անուշները։ Այսօր առաջին անգամ երգելու է Գեգամ Գրիգորյանի անուշը։ Այս ներկայացումն առանձնահատուկ է թե Երևանի եւ թե երգչուհու համար։ Անուշը տուն կանչող է։ Ես աշխարհի բոլոր բեմերում կարող եմ երգել ցանկացած օպերայի ներկայացում, Աիդա, Տոսկա, Չիոսան, չգիտեմ, նորմա, բայց անուշ ոչ միտեղ չեմ կարող երգել։ Սա տուն կանչող է, սա ինձ համար շատ սիրելի է, կրկին վերադառնալ այն բեմը, որտեղից ես սկսել եմ։ Այսօր աշխարհում ամենապահանջված օպերային երգչուհիներից մեկին վերաբերող հիացական արձագանքներում մշտապես հնչում է հայ եւ Հայաստան անունը։ Քառորդ դար օպերային արվեստի բարձրակետում, որը երգչուհուն ստեղծագործական հանդիպումներ է պարգևել մեր ժամանակի մեծագույն երաժիշտների հետ՝ Ռիկարդո Մուտի, Վալերի Գերգիև, Ելենա Օբրազցովա, Պլասիդո Դոմինգո եւ ուրիշներ։ Աշխարհի երաժշտական մայրաքաղաքներից ճանապարհները երգչուհուն բերում են Վիեննա, որտեղ նրան սպասում են ամուսինը Կոնրադը եւ դուստրը 10-ամյա Սիրանոյշը, բայց միայն Երևան վերադառնալիս երգչուհին ասում է. տուն եմ գնում։ Վիեննան իմ բնակության վայրն է, որտեղ ես բնակվում եմ։ Դուք հավատացեք, որ ես Վիեննայում ավելի հաճախ չեմ լինում, ինչքան Հայաստանում։ Հայաստանը իմ տունն է։ Ես մեկ ոտքով Հայաստանում եմ մնացել, հոգով, սրտով, մտքով, լեզվով, մտածողությամբ։ Գիտեք, ես շատ լավ տիրապետում եմ գերմաներենին, անգլերենին, իտալերենին, բայց իմ մտածողությունը, հոգեբանությունը մնացել է հայեցի։ Գրեթե 5 տասնյակ դերերքերի շարքը հաջորդ տարի երգչուհին կհամալրի եւս մեկով։ Վագների Իզոլդան է, գուցե վերջինը այս շարքում, ասում է երգչուհին ու փաստում. արդեն երգել եմ, ինչ երազել եմ, եւ գուցե ավելին։ Նոնե Ալեքսանյան, Կարեն Գրիգորյան, առաջին լրատվական։ Դուք դիտում եք առաջինի գլխավոր թողարկումը, ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, 23:25-ին մենք կհանդիպենք հարցազրույցում։ Իմ զրուցակիցը հարցազրույցում Ալեքսանդր Ցիկներն է, Արևելյան Եվրոպայի եւ ԱՊ երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսետի նախկին պատգամավոր։